Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի մի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանության շարքերում այս օրերին քննարկվող գլխավոր հարցն այն է, որ եթե անկախ արդյունքներից ԿՊ-ն հայտարարի իր հաղթանակի մասին, Ռուսաստանը մեր ընդդիմությունը հասարակությունը հունիսի 7-ից հետո ինչ քայլերի է դիմելու, մասնավորապես փողոցային շարժում կսկսվի թե ոչ, եւ ընդդիմությունը կկազմակերպի այդ շարժումը հրաժարվելով ճանաչել արդյունքները եւ վերցնել մանդատները։ Այս հարցը հատկապես քննարկվում է իշխանական շրջանակներում եւ ԿՊԱ-ականները խիստ մտահոգված են սրանով։ Գիտեք, ընտրության արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը չեմ կարծում իշխանություններին շատ անհանգստացնի, որովհետեւ այսպես կոչված ժողովրդավարության ընտրությունների վերաբերյալ գնահատականներով մշտապես արևմուտքն է կարևոր դերակատարում ունեցել եւ հասկանալի է։ Տեսեք, Ռուսաստանը եթե ընտրության արդյունքները չճանաչի, ինչ պետք է անի։ Դժվար է պատկերացնել, որ լուրջ գործիքակազմ չունեն։ Արևմուտքը եթե ընտրության արդյունքները չճանաչի, կարող է, չգիտեմ, բանկային համակարգի հետ կապված սանկցիաներ կիրառել, ֆինանսական համակարգի հետ կապված, տնտեսական, մի խոսքով Հայաստանը լրջագույն խնդիրներ կարող է ունենալ, որովհետև գլոբալ աշխարհաքաղաքական գործիքները արևմուտքի ձեռքին են։ Այլ հարց, որ հայ ժողովուրդը եւ հասարակությունը ընտրության արդյունքները չճանաչի, դա էական իրավիճակը կփոխի եւ կարծում իշխանությունները ավելի շատ սրանից են վախենում, որովհետեւ եթե հասարակությունը չի ճանաչում ընտրության արդյունքները, դուրս է գալիս փողոց, պայքարի է դուրս գալիս, ապա այդ դեպքում արևմուտքը որքան էլ այս իշխանությանը հովանավոր լինի, ստիպված է լինելու հաշվի նստել հայ ժողովրդի որոշման հետ։ Միևնույն ժամանակ գիտեք, օրինակ մտահոգիչ է այն հայտարարությունը, ես չգիտեմ որքան ժամանակ կմնա, հայտարարել են, որ մայիսի 28-ին տեղի ունենալիք այդ ռազմական, այսպես կոչված շքերթից հետո զինվորական ստորաբաժանումներին պատկանող զինտեխնիկան կմնա Երևանի փողոցներում։ Իհարկե, առաջին հայացքից տպավորություն է, թե նրանք ուզում են մինչև ընտրություններ ազդեցություն ունենալ հասարակության վրա, բայց ցանկացած նորմալ երկրում տևական ժամանակ մայրաքաղաքում, քաղաքի փողոցներում զինվորական տեխնիկայի արկայությունը չի կարող ճնշում չառաջացնել, դա անթույլատրելի է, այսինքն ինչ եք ուզում հասկացնել մարդկանց զինտեխնիկան փողոցներում թողնելու, որտեղ եթե ցուցադրելու բան ունեք, ասենք ցուցադրեցիք, հանրային ուղի եթերում ցույց տվեց, մի 3 անգամ էլ կրկնեցիք, էլ փողոցում թողնելու իմաստը ո՞րն է։ Այստեղ օրինակ մտահոգություն կարող է լինել, որ ըստ էության բանակը քաղաք իջեցնելու որոշում է սա զրահատեխնիկայի ցուցադրության անվան տակ եւ Փաշինյանը ընտրության արդյունքներից ելնելով կարող է օրինակ արդեն Երևանի փողոցներում դիրքավորված բանակը օգտագործել ժողովրդի դեմ։ Սա մտահոգություն է, իհարկե մտահոգություն է ընտրություններից առաջ կամ անգամ եթե ընտրություն չլինի, քաղաքի փողոցներում զինվորական տեխնիկայի արկայությունը ամենևին լավ բանի մասին չի խոսում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ սահմանամերձ զորամասերում ծառայող զինվորներին եւ աշխատակիցներին տարբեր դրամական վճարներ են տրամադրվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ վերջին 2 ամիսներին արդեն իսկ իրականացվող այս վճարումները նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականի հունիսը։ Խոսքը աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների կամ այլ ձևաչափով տրամադրվող գումարների մասին է։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ պետական համակարգում ցանկացած լայնածավալ ֆինանսական բաշխում բնականաբար առաջացնում է քաղաքական նպատակահարմարություն եւ հնարավոր ընտրական ազդեցության վերաբերյալ հարցեր։ Գիտեք, ցանկացած իշխանություն ունի հնարավորություն այս օրինականացված կաշառքների տեսքով պետական բյուջեի հաշվին իր համար ընտրազանգված ավելացնել եւ այն որոշում, մեկ այլ որոշում կա, որի հրապարակումը օրերս եղավ, ուրեմն իշխանությունները որոշել են գյուղերում անասնապահությամբ զբաղվող են քաղաքացիներ, ովքեր ունեն կատնատու կովեր, ամեն գլուխ կովի համար 15000 վճարել քաղաքացիներին։ Առաջին հայացքից իհարկե լավ է, որ սա արվում է, մեր հայրենակիցները օգուտներ կստանան, բայց գիտեք, սա անել ընտրություններից առաջ, սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառք։ Այո, 15000 այդ
գումարը ընտրակաշառք է, իշխանությունը ընտրակաշառք է բաժանում, որովհետև եթե կար նման խնդիր եւ լուծում կար, պետությունը ուներ հնարավորություն աջակցելու քաղաքացիներին, ինչու դա չէր արվում, ասենք, 1 տարի առաջ, ինչու չէր արվում 5 տարի առաջ, երբ իրենք երկրորդ անգամ փաստորեն մնացին իշխանության, ինչու են թողել եւ ընտրությունից ընդամենը 1-2 ամիս առաջ, 1 ամիս էլ չի մնացել, հա, ըստ էության, նման որոշում են կայացնում եւ քաղաքացիներին ըստ էության պետության հաշվին ընտրակաշառք են բաժանում։ Սա առաջացնում է անհավասար իրավիճակ, որովհետեւ կներեք, եթե դուք պետության հաշվին ընտրակաշառք եք բաժանում, քաղաքացիներին մոլորեցնում եք այդ փողերով, փակում եք շատ այլ հարցերի հնչեցնելու հնարավորությունը, ինչ պիտի անի, ասենք, ընդդիմությունը։ Ընդդիմությունն էլ ելնի ընտրակաշառք բաժանի, երևի թե սա եք ուզում որ լինի։ Իրականում սա անթույլատրելի է, պետական ծրագրերը լավ է, որ իրականացվեն, բայց երբ դրանք այս ծավալով եւ այս տեսքով իրականացում են ընտրություններից 1-2 ամիս առաջ, սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառք, ուրիշ ձև հնարավոր չի ուղղակի ընկալել։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսվում նախընտրական քարոզչության վրա, սակայն անգամ մեծ փողերը չեն օգնում, որ մայրաքաղաքում ԿՊ-ի նկատմամբ քաղաքացիները գոնե լոյալություն դրսևորեին։ Մի քանի օր առաջ գրել էինք, որ վուլգար արտաքինով կանանց մայրաքաղաքի թաղերից մեկում բնակիչները բառի բուն իմաստով վռնդել են, թույլ չտալով, որ ԿՊ-ի բուկլետները բաժանեն, քարոզչություն անեն։ Մեզ ասացին, որ բուկլետ բաժանողներից յուրաքանչյուրին 200-ից 250 հազարական դրամ են տալիս որպես վարձատրություն։ Փաստորեն իշխող թիմը, որը հազարավոր կուսակիցներ եւ համակիրներ ունի, իրականում նրանք ոչ թե գաղափարակիցներ են, այլ մեծ մասը վարձ ու աշխատողներ, որոնք այս շրջանում ուզում են մի քանի դրամ փող աշխատել։ Դե հասկանալի է, չէ, իշխանության ամբողջ փիլիսոփայությունը հենված է փողի վրա, իսկ կողմից էլ պիտի վարձատրվեն այդ մարդիկ, որոնք փողոցում թուքումուր են ուտում Նիկոլ Փաշինյանի փոխարեն, բայց գոնե մի քիչ ավել վարձատրվեն, որովհետև այն անպատվությունը, այն հայրանքները, որ մարդիկ ստանում են Փաշինյանի արածների համար, կարծում մի քիչ ավելի շատ պիտի գնահատվի։ Փաստ օրաթերթը գրում է. ԿՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն այնքան անհանգստացած է առաջիկա ընտրություններում սպասվող պարտությամբ, որ կարգադրել է ամբողջ հանրապետությունը ողողել իր մեծադիր, փոքրադիր ու միջնադիր կամ միջադիր նկարներով, ոչ մի պատ առանց Նիկոլ Փաշինյանի նկարի սկզբունքով։ Դե կուսկառույցներն ու պետական միավորներն էլ ինտենսիվ լծվել են այդ գործին, ընդ որում կարևոր չհամարելով կարելի է այդտեղ նկար փակցնել, թե չի կարելի, օրենքը թույլատրում է, թե չի թույլատրում։ Առաջին բլոկը բնականաբար նախընտրական շտաբերն են, որոնց պատերին կարող են ահռելի ցուցապաստառ փակցնել։ Իդեպ մայրաքաղաքի որոշ հատվածներում մեկ փողոցի վրա հաջողացրել են նույնիսկ 2-3 շտաբ բացել։ Ամբողջ օրվա ընթացքում այդ շտաբները գրեթե մարդ չի մտնում, ավելին անցնող դարձողները ինչ ասես չեն ասում դրանց ուղղությամբ, բայց կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մեծ նկարները փակցված լինեն, իտես բոլորի։ Գիտեք, իշխանությունը այս տակտիկան ընտրելով կարծում սխալվել է, որովհետև կներեք Նիկոլ Փաշինյանը Մոնիկա Բելուչին չի, որ նկարները շատ լինեն, մարդիկ ոգևորվեն։ Ավելին ասեմ, այս շատ նկարների առատությունը այնպես էլ հասարակության մեծ մասի մոտ Նիկոլ Փաշինյան անունը եւ պատկերը սրտխառնոց է առաջացնում, պատկերացրեք, մարդիկ սրտխառնոց ունենալու արդեն միլիոնավոր պատճառներ են ունենում Երևանի փողոցներում քայլելիս։ Ժողովուրդ օրաթերթը գրել է. Օրաթերթը ուսումնասիրել է մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որը մայիսի 19-ին ներկայացվելու է ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, հիմնական զեկուցողը լինելու է հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը։ Հաշվետվությունում առանձնահատուկ ուշադրության են արժանացել կրթության եւ առողջապահության ոլորտներում արձանագրված հակամրցակցային դրսեւորումները, որոնց առնչությամբ հանձնաժողովը վարույթներ է հարուցել պետական մարմինների դեմ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի մայիսի 4-ից 6 տնկած ժամանակահատվածում ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցները եւ դրանց շարժը։ Ամենախոշոր ֆինանսական հոսքերը գրանցվել են Ուժեղ Հայաստանի Բարգավաճ Հայաստան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների մոտ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը 3 օրվա ընթացքում ստացել է 108 միլիոն
898,000 դրամ նվիրատվություն 63 անձից։ Միաժամանակ կուսակցությունը կատարել է խոշորածավալ ծախսեր։ Աշխատավարձերի ծառայությունների մատուցման եւ քաղաքացի իրավական պայմանագրի վճարների համար փոխանցվել է 67 միլիոն 58,000 դրամ 351 փոխանցման։ Բացի այդ, կուսակցությունը 34 միլիոն 577,000 դրամ ծախսել է անշարժ գույքի վարձակալության վրա։ Փաստաթղթերում նշվում է, որ 102 փոխանցումներով վարձակալվել են տարածքներ Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց-Ձորի, Տավուշի մարզերում, ինչպես նաև Երևանում։ Կուսակցությունն ունեցել է նաև 16 միլիոն 472,000 դրամի այլ ծախս, որից 14 միլիոն 742,000 դրամը ֆեյսբուքյան գովազդի համար։ Մայիսի 6-ի դրությամբ կուսակցության հաշվին մնացել է 83 միլիոն դրամ։ Հրապարակ օրաթերթը գրում է. 2022 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիա եւ Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, 3 հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ այդմ Թուրքիայից երրորդ երկրների միջոցով Հայաստան մեկնող կամ նույն երթուղով ժամանող ապրանքների վրա այժմ որպես վերջնական նշանակման կետ կամ ծագման երկիր կարող է նշվել Հայաստան կամ Թուրքիա։ Իջեցնենք նախորդին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին շշնջում էր, թե «Welcome ասենք, թուրքերն այսօր բացում են, ողջունող տեքստ պատրաստենք»։ Եվ 3 ՀԱԳՆ-ն տարածեց ողջունի տեքստը, նշելով, թե այս որոշումը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է, իսկ ինչ կտա այդ որոշումը Հայաստանին, դեռ պարզ չէ։ Փաստ օրաթերթը գրում է. ընտրարշավի ընթացքում ցույց է տալիս, որ Փաշինյանի վարկը կանխատեսելիորեն նույնն է՝ սուտ ու կեղծիքներ, գորգորոստեր, ընդդիմադիրների եւ նույնիսկ նրանց ընտանիքների անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ, փողոցային բառապաշար։ Շատ փորձագետներ են արդեն հասցրել նկատել ակնհայտը. Փաշինյանի ընտրարշավային դրսևորումներն ու ելույթները բովանդակազուրկ են։ Զրո քաղաքական բովանդակություն, զրո հաշվետվողականություն, փոխարենը տեսարան ու մի հատ էլ տեսարան։ Բայց Փաշինյանին բովանդակություն պետք էլ չէ, իսկապես հոճի կանգնելու եւ բաց տեքստով հայտարարի, որ եթե հունիսի 7-ին ինչ-որ խարդավանքով վերարտադրվի, ապա Հայաստանը լուծարելու է, հայ առաքելական եկեղեցին վերացնելու է, Ռուսաստանի հետ թշնամանալու է, իսկ Ալիև եւ Էրդողանի հետ ձեռքի տված ինչ փորձանք ասես բերելու է։ Մի ֆեյսբուքյան գրառում եմ ուզում ընթերցել, սովորաբար մենք գրառումներ չենք ընթերցում, բայց այս մեկը կարևոր է, որովհետեւ քաղաքացին ըստ էության հանցագործության մասին է տեղեկացնում հանրությանը եւ եթե իրավապահ համակարգը իր տեղում է, ապա պետք է քայլեր ձեռնարկվեն։ Աննա Ավետիսյանն է ֆեյսբուքյան օգտատեր գրում. Քիչ առաջ մեր տուն են եկել 2 հոգի, ներկայացան որպես թաղապետարանի աշխատակիցներ, հարցրին, թե տանը քանի հոգի ընտրող կա, ձեռքին էլ օնլայն ընտրողների ցուցակներ, անունները ճշտեցին, հետո հարցրին, որ ուժին եք ընտրելու, եթե գաղտնիք չէ։ Պատասխանեցի, որ չեմ ցանկանում նշել ու հարցրի, արդյոք թաղապետարանը նման իրավասություն ունի։ Պատասխանեցին, որ իրենք ՔՊ շտաբից են, ուղղակի թաղապետարանի աշխատակից ներկայացան, քանի որ շտաբերը թաղապետարանն է ձևավորել։ Տարեց հարևանս էլ հորդորեցին, որ եթե չի կողմնորոշվել ում ընտրի, ապա ընտրության չգնա։ Հիմա հարց. բոլոր կուսակցությունների շտաբերը նման ցուցակ ունեն, նման հարցում կարող են անել։ Երբվանից է շտաբերը թաղապետարանը ձևավորում, ինչ իրավական պատիժ է սահմանված աշխատակցին չլինելով ներկայանալ այդ կառույցի աշխատող, ինչ պատիժ է հասնում ընտրության չգնալու հորդորի համար, տենց լիքը հարցեր։ ԿՀ ջան, եթե ցուցակները շտաբերն ու թաղապետերն են ճշտում, բա ձեր գործառույթն ինչումն է։ Նկատենք, որ այո, հենց քաղաքացիական պայմանագիրը երևի թե ոչ թե 100, այլ 120%-ով օգտագործում է վարչական ռեսուրսը, պետական կառույցները հիմա վերածվել են ուղղակի քաղաքացիական պայմանագրի շտաբերի եւ սա ապօրինություն է, սա պետական ինստիտուտների քայքայման ճանապարհն է, որովհետեւ այո, քաղաքական պաշտոն զբաղեցնողներ կան, բայց նրանց ենթակաները պետական ապարատի մյուս հիմնական մասը քաղաքական կուսակցության անդամներ չեն, չգիտեմ, սպասարկուներ չեն, աշխատողներ չեն եւ նրանք պիտի ծառայեն պետությանը, ոչ թե կոնկրետ այս դեպքում իշխող քաղաքական ուժին։ Ինչպես ոչ մեկ անգամ արձանագրել են քաղաքացիական պայմանագիրը նախկինում խոսելով բազմաթիվ առատավոր երևույթների մասին, այդ թվում նաև պետական ապարատի ընտրությունների ժամանակ նման շահագործման մասին եկել եւ կատարելագործել է այդ
վատ ավանդույթները հիմա իրենք եթե նախկինում ասենք 80-90% էին ձգում օգտագործել պետական ապարատը, հիմա Նիկոլ Փաշինյանը պլանը գերակատարել է 100-120%-ով օգտագործում են վարչական պետական ամբողջ լծակները։ Այնուամենայնիվ այս ամենով հանդերձ իրենք խնդիրների առաջ են կանգնած եւ դա ցույց է տալիս իրենց ջղաձգումները, ցույց է տալիս այս պետական աջակցության անվան տակ արերևույթ կաշառքը, որ բաժանում են, վերջինի մասին ասացի, այդ 15000 աջակցությունը կթուկ ով ունեցող քաղաքացիներին, սա եւս արերևույթ կաշառք է, որի դեմը պետք է առնվի եւ ի վերջո մենք պետք է ազատվենք այդ արատավոր երևույթից, որը սպանում է քաղաքականությունը, քաղաքական միտքը, որտեղ որ կա փող, չգիտեմ, շալվարի տեսքով, կթուկ ովերին գլխաքանակի վարձատրության տեսքով, 10,000 դրամների տեսքով, չգիտեմ, իբրև թե առողջության ապահովագրության տեսքով եւ այսպես շարունակ, այդտեղ բեռնում է քաղաքականությունը, որտեղ սոցիալապես հատկապես այնպիսի երկրում, որի քաղաքացիների զգալի մասը 25-30%-ը ծայրահեղ աղքատ է, մինչև 50%-ը ուղակի աղքատության շեմին է գտնվում, նման երկրներում այդ ֆինանսական ակտիվությունը քաղաքական միտքը սպանում է, մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են եւ մեկ ուզում է շալվար գնի, մեկ ուզում է ատամները սարքի, մեկ ուզում է վիրահատության ենթարկվի անվճար եւ բնական է արդեն իրենք գնում են այն քաղաքական ուժերի հետևից, ովքեր իրենց այս ամենը տալիս կամ խոստանում են։ Սա անթույլատրելի է եւ սրանով դժվար է պատկերացնել, որ ապագան լավ կլինի։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48